Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 3 շատ խոշոր 9-1 հաշվով պարտվեց Պորտուգալիայի հավաքականին։ Այո, ցավալի պարտություններ։ Հակնելուց գոնե անենց ֆուտբոլկեք հակնեք, որ հայկական դրոշը չլինի, դուք վատ ֆոնի վրա եք մեզ ցույց տալիս, որ իմանամ հա պետք է գնաք կրեք, հա ուրիշ բան, բայց դուք sense մեր դրոշն եք գցում, արա։ Նայում եմ Պորտուգալիան սև շորերով հել է մարդիկ ոչ միտեղ sense շուտ դրոշ, հա սիրուն, շատ սիրուն ֆուտբոլկեք են, ման շատ սիրուն, բայց որ գիտեք որ պետք է թա կռվեք, 9-1 էտում նսեմ ասում եք ու sense հա նսեմ ասում անես չի որ դուք այս մի անգամ էր միշտ կրել եք, հիմա այս մեկը կրվել եք, բանը։ Հիմա էլի sense կեթակ ամբողջ մի սեզոն կեթակ հայկական դրոշներով, մի տամ քիչ ենք Հայաստանում քաք մեջ ելնում, միջազգային բանում մի հատ էլ դուք ֆուտբոլի սպորտի բանով եք եթում։ Մի հակեք հայկական դրոշ, դա պետք է պատիվը բարձր չպայք եք հակնում։ Ֆեդերացիոն փոփոխությունը ավելի վերևից պիտի գա այդ ցանկությունը, այսինքն կապ ունի նաև երկրի ղեկավարության հետ։ Իսկ Մերկվեկյանի եւ նրա թիմի աշխատանքը ինձ թվում է վաղուց է պարզ, որ չի ստացվել եւ ընդհանուր ֆուտբոլը Հայաստանում գլոբալ չի զարգացել։ Այս մարդն ասում է վերևից պետք է փոխեն ախպեր ջան, որ չի փոխվում, մենք ինչ անենք։